Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024 թվականի ապրիլին 3,2% է կազմել։ Ընդհանուր առմամբ սպառողական գների ինդեքսի որոշակի արագացում տարեսկզբի համեմատ մենք նկատում ենք եւ դա կարծես թե արդեն միտման ներքո է։ Առաջարկում եմ միասին միանգամից անդրադառնանք վիճակագրությանը սպառողական գների ինդեքսի, որը ներկայացված է մեր առաջին պատկերում, ըստ այդմ, ինչպես նշեցինք, կൂട്ടակային ցուցանիշը ապրիլի դրությամբ 3,2% է։ 3,2%-ով նախորդ տարվա 2024 թվականի ապրիլի համեմատ սպառողական գների այս համախառն ցուցանիշն ավելացել է։ Դրա ներքո սննդամթերքի գները թանկացել են, ավելացել են 5,2%-ով, խմիչք ծխախոտ ապրանքախմբում ունենք 6,1%-անոց թանկացում, հագուստ կոշիկ ապրանքախմբում իրավիճակը բարելավված է, որոշակի նվազում ունենք 2,4%-ի սահմաններում, փոխարենը կարևոր նշանակության ծառայություններում ունենք թանկացումներ։ Առողջապահություն 3,3%, տրանսպորտն է թանկացել 4,2%-ով եւ կրթությունը 7,8%-ով։ Իհարկե, սպառողական գների ինդեքսի մեր ներկայացված բացվածքն ամբողջական չէ, սակայն առաջնորդվել ենք առավել կարևոր ապրանքախմբերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացնենք մեր երկրորդ պատկերը, կարևոր է եւ կարծում եմ մեր հարգելի քաղաքացիներին նաեւ կհետաքրքրի այդ թվում սննդամթերքի հետ կապված պատկերը, որը նորից, եթե բացվածքով դիտարկում ենք, շատ ավելի երբեմն մեծ ցուցանիշներ են, բարձր թանկացումներ են, քան կൂട്ടակային թիվն է ցույց տալիս։ Ըստ այդմ, հացաբուլկեղեն եւ ձավարեղեն ապրանքախմբում այս տարվա ապրիլին 2024 թվականի ապրիլի համեմատ գրանցվել է 2% թանկացում։ Թանկացում ունենք նաեւ միս ապրանքախմբում։ Բանջարեղենի պարագայում թանկացումը երկնիշ է 17,9%։ Մրգեր ապրանքախմբում եւս թանկացումը բավական մեծ է 7,9%։ Կարևոր նշանակության, պարենային նշանակության ապրանքների ջուղեր, ճարպեր ապրանքախմբում 12,5% թանկացում ունենք, սուրճ թեյի ապրանքախմբում շարունակում են բարձր այսպես գնաճը 15,9%, այստեղ պարզապես նշենք, որ կարծես թե բացառապես պայմանավորված է արտաքին շուկաներում գների աճով, նաև օբյեկտիվության համար, ծխախոտ ապրանքախմբում ունենք 6,4%-անոց թանկացում եւ կաթնամթերքի պարագայում բարեբախտաբար ունենք որոշակի նվազեցումներ նախորդ տարվա ապրիլի համեմատ։ Միևնույն ժամանակ ուզում եմ նորից հիշեցնել, բոլոր այս վիճակագրական ցուցանիշները համեմատական աճերը, դրանք բազային որոշակի ազդեցությունների ներքո են։ Ինչ է սա նշանակում։ Դեռ 2020 թվականից մեզ մոտ գնաճի բավական բարձր ալիք ձևավորվեց, որից հետո շարունակական աճից հետո որոշակի նվազում ունեցանք, սակայն ընդհանուր առմամբ արդեն քաղաքացու սոցիալական խնդրի տեսանկյունից, վճարունակության, գնողունակության տեսանկյունից այդ նախորդ բարձր բազայի վրա որոշակի անկումները իրականում մեծ այսպես պատկերի բարելավում չէին ենթադրում։ Եվ ահա դրանից հետո մենք այսօր արդեն ունենք նոր ալիք ըստ էության գնաճի հետ կապված։ Այս վիճակագրությունը սրանք պարզապես թվեր չեն, ինչպես նշեցինք, դրանք յուրաքանչյուրիս քաղաքացիների վճարունակությանը կամ քաղաքացիների գրպանին ուղիղ հարված հասցնող ցուցանիշներ են, առօրյայում եւ կենցաղում ամենօրյա ռեժիմով իրենց զգացնել տվող։ Միևնույն ժամանակ այս ցուցանիշների վերլուծությունը որոշակի մեսիջներ, այսպես բանաձևային մեսիջների ամբողջացնելու հնարավորություն են տալիս։ Առաջին հերթին փաստորեն մեզ մոտ թանկացումները շարունակվում են այն պարագայում, երբ չեն ավելանում եկամուտները։ Հիշեցնենք պարզապես, որ առնվազն վերջին 2 տարիների ընթացքում մեզ մոտ ոչ նվազագույն կենսաթոշակի, ոչ նվազագույն աշխատավարձի ավելացում չի եղել։ Եթե ավելի ընդհանրական, մեզ մոտ բնակչության եկամուտների ինդեքսացիա տեղի չի ունեցել, այնինչ շարունակական թանկացումներ ունենք։ Երկրորդ կարևոր մեսիջը, որը գուցե հակադիր, այսպես հակադրվելու հնարավորություն տա, դա միջին աշխատավարձի վիճակագրական աճերի մասին է խոսում, իդեպ խնդիր, հարց, որը շատ շահարկվում է, այդ թվում գործող իշխանությունների կողմից։ Պարզապես հիշեցնենք, էլի առիթ ունեցել ենք դրա մասին խոսելու, միջին աշխատավարձը ավելի բարձր աշխատավարձ ստացողների եւ ավելի ցածր աշխատավարձ ստացողների եկամուտների միջինացված ցուցանիշն է։ Մեզ մոտ վերջին տարիներին ոչ իրականացված քաղաքականության, այլ արտաքին ազդեցություններով պայմանավորված բարձր աշխատավարձ ստացողների եկամուտները ել ավելի բարձրացան։ Դրանք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ֆինանսական ծառայություններ մատուցող ուրեմն ոլորտում աշխատող աշխատակիցների աշխատավարձերն էին, որոնց եկամուտների ավելացումը, կտրուկ ավելացումը շատ դեպքերում միջինացված ցուցանիշի, միջին աշխատավարձի այդ ցուցանիշը բարձրացրեց ու
ունեցավ դրական ազդեցություն, դրական էֆեկտներ, մինչդեռ այդ մարդիկ, բարձր աշխատավարձ ստացող մարդիկ, ընդհանուր զբաղվածների թվում մեծ թիվ չէին կազմում, հետևաբար այդ բարձրացումը միջին աշխատավարձի ցավոք սրտի, բայց լայն շերտերին չի վերաբերվում։ Մյուս կարևոր հանգամանքը, փաստորեն մեզ մոտ թանկանում են ոչ միայն սպառողական ապրանքները, պարենային, ոչ պարենային, ինչը շատ դեպքերում կարող է պայմանավորված լինել պարզապես արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումներով, աշխարհաքաղաքական, քաղաքատնտեսական զարգացումներով, այլ նաև մեզ մոտ շարունակում են թանկանալ ծառայություններ, ընդ որում կարևոր ծառայությունները, որոնք, օրինակ տրանսպորտը, կրթությունը, ուղղակի եւ նաև այլ ծառայությունների տարատեսակներ ուղիղ կապ ունեն իրականացվող քաղաքականության, այդ թվում հարկային քաղաքականության հետ։ Եվս մեկ անգամ ֆիքսենք, մեզ մոտ թանկացումների զգալի պատճառը իրականացվող քաղաքականությունն է։ Եվ ի վերջո, Կենտրոնական բանկը ընդամենը օրեր առաջ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզապես հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրա բարձրացումը, նվազեցումը կամ անփոփոխ թողնելը ապագային միտված գործողություն է, ապագայի որոշակի սցենարի կանխատեսելիության համար իրականացվող գործողություն է, եւ հետեւաբար վերջին շրջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ նվազեցումից հետո երկրորդ անգամ այդ գործընթացի կասեցումը ըստ էության անփոփոխ թողնելը մեսիջ է առայն կամ առնվազն Կենտրոնական բանկի կողմից գնահատական, որ մոտ ապագայում մենք գնաճի հետ կապված առնվազն մտահոգություններ եւ մտահոգիչ զարգացումների ենք ականատես լինելու։